Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն, պարոն Ապետյան, շնորհակալություն զեկույցի համար։ Իրականում դուք ներկայացրել եք մի զեկույց, որը ձեր աշխատանքի հետ որևէ կապ չուներ եւ կարող են հարցեր լինել, որ բավարար պատասխան չստանանք եւ դա հասկանալի է եւ բռնելի է եւ որևէ խնդիր չի առաջացնի, սակայն ես մի հատ հարց եմ ուզում տալ, որը այդ մի քիչ ավելի հետ ժամանակների մասին է։ Հիմա ես նայում եմ վիճակագրությունը 2024 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն քննել է 2289 քրեական վարույթ, որոնցից ավարտվել են 849։ 2023 թվականին 1824, որից ավարտվել են 536-ը, որը ավելի քիչ է, քան 2024 թվականին։ Եվ այստեղ իմ հարցը վերաբերում է ավելի նախկին տարիներին, որոնք չկան այս զեկույցի մեջ, մենք տարիներ շարունակ տեսել ենք աղմկահարույց հրապարակումներ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերի վերաբերյալ, սակայն անցել է մի որոշ ժամանակ եւ այդ գործերի վերաբերյալ որևէ նորություն չի եղել եւ որևէ հրապարակում, պաշտոնական հրապարակման մասին է խոսքը չի եղել եւ ես կարծում եմ կան բազմաթիվ կարեւոր գործեր, որոնք 5-6 տարի այդպես մնացել են Եվ քաղաքացիներն էլ պահանջում են, հանրությունը պահանջում է այդ գործերի վերաբերյալ վերջնական ինչ-որ եզրակացություններ եւ մենք էլ որպես հանրության մի մաս պահանջում ենք, որ այդ գործերը տեսնենք դատարանում ուղղակի։ Արդյոք դուք կատարել եք գույքագրում եւ ինչպիսի եզրակացության եք եկել կամ ինչպիսի աշխատանքներ եք կատարել, որպեսզի հասկանաք, թե ինչ կամ այսպես ասած հնուց մնացած էլի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Տավյան, այո գույքագրում կատարվել է, ես կարող եմ նշել, որ 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում են 2 տարուց ավել շուրջ 240 եւ ավել վարույթներ, այս պահին իմ կողմից առաջնահերթություն է սահմանվել, որպեսզի պատշաճ կարգով ողջամիտ ժամկետների պահպանմամբ առաջնահերթ ուշադրություն դարձվի այդ 1 տարի եւ ավելի ժամանակ քննվող քրեական վարույթներին եւ ունենանք այդ վարույթներով համապատասխան եզրափակիչ դատավարական ակտեր։ Ամենօրյա աշխատանք է տարվում այդ մասով, նորից եմ նշում եւ այո իմ կողմից հստակ հանձնարարություն է տրվել, որպեսզի առաջնահերթ ուշադրություն դարձնենք այդ 1 տարուց ավել քննվող վարույթներին եւ ունենանք համապատասխան ավարտներ։ Շնորհակալություն։ Արձագանք խնդրեմ։ Շնորհակալություն։ Պարոն Ապետյան, մեկ առաջարկ ունեմ հաջորդ տարվա զեկույցի հետ կապված, քանի որ սա առաջի զեկույցն էր Հակակոռուպցիոն կոմիտեի, առաջարկում եմ մյուս տարվա հաշվետվության մեջ զետեղեք նաեւ ստեղծման օրվանից Հակակոռուպցիոն կոմիտեի քրեական գործերի քանակը, ավարտված գործերի քանակը, դատարան ուղարկված գործերի քանակը, կարճված գործերի քանակը, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ է կատարվել այս տարիների ընթացքում, որովհետև ոնց որ ավելի բավականին սեղմ էր հաշվետվությունը եւ շատ տվյալներ, շատ սեղմ էր ներկայացված, ես հասկանում եմ, որպես առաջի հաշվետվություն կարող է այդպես ոնց այդպես գրված լիներ, իմ առաջարկությունն է, եթե կընդունեք, իմ կարծիքով ավելի ծավալուն նյութ կլինի եւ ավելի ինֆորմատիվ կլինի։ Շնորհակալություն։ Շատ լավ Տիկին Տավյան, հաշվի կառնենք անպայման, շնորհակալություն։